Սիրով ողջունում եմ ձեզ բոլորիդ, իմ շատ սիրելի բաժանորդներ, բարեկամներ, հարազատներ, ընկերներ և աշխարհով մեկ սփռված հայ ժողովուրդ։ Սիրելիներս, թող ամեն բացվող առավոտ իր հետ բերի միայն բարին, խաղաղությունը, Աստծո օրհնությունը և Աստծո լույսը։ Մնացեք Աստծո տան մեջ, աղոթեք և փառք տվեք Աստծուն։ Բարի լույս, թանկագիններս, իսկ հիմա ուզում եմ ինձ համար դնել մի բաժակ կոֆե, դուք էլ ձերը դրեք, միասին խմենք, մի փոքր զրույցենք իրար հետ, նոր անցնենք գործի։ Արդեն կոֆեն պատրաստ է, լցնեմ բաժակը, անջատեցի գազօջախը, լցնեմ բաժակը, գնացինք սիրելիներս, դուք էլ ձեր կոֆեն վերցրեք, եկեք միասին խմենք։ Սիրելիներս, դրսում շատ լավ եղանակ է, շատ ցուրտ չի, այս բարակ շորով դուրս է եկել և չմրսա, -2 և 3 հազիվ լինի, բայց մի քանի օր շատ ցուրտ էր, մառոզ։ Գեղեցիկ է շուրջ բոլորը, սպիտակ, մաքուր, ծառերն էլ արդեն ճիշտ է, սպիտակ փաթիլները թափվել են, բայց մի քիչ մնացել են, շատ գեղեցիկ է։ Ամեն ինչ, երբ որ սպիտակ է, երբ որ ճերմակ է, գեղեցիկ է, այնպես էլ մաքրենք մեր հոգիները, սպիտակեցնենք, ճերմակեցնենք և միայն բարին ցանկանանք մեկս մյուսին։ Իսկ հիմա սիրելիներս, եթե կոֆե չեք դրել, դուք էլ դրեք, միասին խմենք, մի փոքր զրույց ունենանք, նոր անցնենք մեր գործին։ Սիրելիներս, ուզում եմ առաջինը բոլորիցդ անուն առ անուն շնորհակալությունս հայտնել։ Շնորհակալ եմ բոլորիցդ, իմ թանկագիններ, անուշիկներ, բարեկամներ, հարազատներ, ընկերներ, ձեր բարության համար, ձեր բարի գրառումների համար, ջերմության համար, ձեր հոգատարության համար, որ մտածում եք, հոգատար եք, Աստված առատորեն ձեզ օրհնի։ Սիրելիներս, սիրում եմ ձեզ բոլորիդ, միշտ առողջ եղեք, չհիվանդանաք, իմ լավ հարազատ դարձած բաժանորդներ ջան։ Իսկ հիմա կոֆեն խմենք միասին։ Սիրելիներս, արդեն ցույց տվեցի, բոլոր գործերը վերջացրել եմ, որովհետև արդեն կեսօր է, ժամը 1-ն է, տները մաքրել եմ, կեշայից կերակրել եմ, ջուրը փոխել եմ, ամեն ինչը կարգով, կանոնով արել եմ, դրել եմ, մաքրել եմ, եկել է ժամանակը, որ ձեզ հետ կոֆե խմեմ, զրույցեմ և տեսնեմ ինչ եմ պատրաստելու այսօր։ Կոֆեն խմենք, անցնենք խոհանոց, տեսնեմ ինչ եմ այսօր պատրաստելու։ Այսօր որոշել եմ պատրաստել սովորական կարտոֆիլը մաքրել եմ, լվացել եմ, բաժանել եմ մասերի, լցրել եմ կաթսան, հիմա ջուր կլցնեմ, կդնեմ կրակին եփվելու, պատրաստեմ սովորական կարտոֆիլով պուրե։ Եվ աղցան եմ պատրաստելու, սիրելիներս, ռուսական աղցան, սիլոտկա պադ շուբը, արդեն նախօրոք լվացել եմ, խաշել եմ բազուկը, գազարը, կարտոֆիլը, ձուկն էլ մաքրել եմ, մասերի եմ բաժանել, խաշվել է, մաքրել եմ, բոլոր բաղադրիչները պատրաստ են, մնում են միասին բաղադրիչները, որը կտրատելու է կտրատենք, որը քերիչով անցկացնենք, այդ բոլոր գործողությունը միասին են կատարելու։ Հիմա կոֆեն խմեմ և անցնենք
գործի։ Կեշաս այսօր սկսեց դայլայլել, երեկ ամբողջ օրը սիրելիներս ձայն չէր հանում, ճիշտն ասած այնքան վախեցա, ասեմ միգուցե հիվանդացել է, բայց չէ, փառք Աստծո։ Ցույց տվեցի ձեզ Կեշայիս, ոնց էր թե դայլայլում և շատ ուրախացա Կեշա ջան քեզ համար, որ հիվանդ չես, գիտես թռչուն է, բայց արդեն մեր տան անդամը ոնց որ լինի, ոնց շարժվում ես կամ երգում է կամ ձայն է հանում, արդեն գիտես, որ քեզ հետ ինչ-որ մեկը կա, չեմ ուզում, որ հիվանդանա, իմ Կեշան, իմ լավ սիրունը, թե չէ Մարինկաս շատ լաց կլինի։ Վերջացրեցի, իսկ հիմա, սիրելիներս, անցնեմ գործի։ Առաջնահերթ կարտոֆիլը դնեմ եփվելու, արդեն նախապես մաքրել եմ, լվացել եմ, կտրատել եմ, ավելացրեցի ջուր սովորական սառը, գազ օջախը վառեմ, թող եփի, այդ ընթացքում ես էլ արդեն աղցանը կպատրաստեմ, մինչև կարտոֆիլը կեփվի։ 1 գլուխ կարմիր սոխը մաքրել եմ արդեն, հիմա սկսում եմ կտրատել։ Կտրատում եմ քառակուսի մանր կտորների, ասեցի, որ նախապես աղցանի բոլոր բաղադրիչները, սիրելիներս, խաշել եմ, մաքրել եմ կեղևներից, հիմա հերթականությամբ կսկսեմ, որը կտրատելու է կտրատեմ, որը քերելու է քերեմ, քերիչկով կանցկացնեմ, սիրելիներս, այս աղցանը առաջին անգամ ես կերել եմ 2002 թվականին, մեր բարեկամուհին էր պատրաստել, առաջին անգամ իր ձեռքի պատրաստածն եմ կերել և շատ հավանել եմ, իսկ հետո արդեն ես եմ պատրաստել, ասեմ, որ շատ հազվագյուտ է լինում, որ այդ աղցանը պատրաստում եմ, շատ հաճախակի չեմ պատրաստում, բայց կերել եմ նաև ռուսների պատրաստածը, ասեմ, որ շատ սիրում եմ և հավանում եմ։ Վերջացրեցի, հիմա լցնեմ տարայի մեջ, դնեմ մի կողմ սոխը։ Իսկ հիմա քերիչով պետք է անցկացնեմ կարտոֆիլը, հերթով բոլոր խաշած բաղադրիչները քերիչով կանցկացնեմ, սիրելիներս։ Այս աղցանը, սիրելի հետևորդներ ջան, միայն ես ու ամուսինս ենք սիրում, եթե ճիշտը ասեմ, երեխաները չեն ուտում, հարսս չի ուտում, որդիս չի ուտում, բայց ես ու ամուսինը շատ ենք սիրում։ Նախօրոք բոլոր բաղադրիչները, որ խաշել եմ, աղ եմ լցրել ջրի մեջ, սիրելիներս։ Կարտոֆիլն էլ վերջացրեցի, հիմա սկսում եմ քերիչով անցկացնել գազարը։ Գազարն էլ վերջացրեցի, դատարկեմ ափսեի մեջ։ Հիմա արդեն սկսում եմ քերել ձուն։
Ձվից հետո նոր կանցկացնեմ կարմիր բազուկը քերիչով, որովհետև ձուն վերջում պետք է երեսը ցանեմ մեր աղցանի, չուզեցա, որ կարմիր գույն ստանա, հիմա արդեն ձվից հետո քերիչով անցկացնում եմ բազուկը։ Մինչ աղցանի բաղադրիչները քերեցի, կտրատեցի, այստեղ արդեն կարտոֆիլը համարյա եփվել է, աղ եմ ավելացնում, որ համեղ լինի։ Վրայի փրփուրն էլ հավաքեմ, կարտոֆիլը խաշելուց սպիտակ փրփուր է տալիս։ Մի 5 րոպեից արդեն լրիվ պատրաստ կլինի, շարունակեմ աղցանը, մինչև կարտոֆիլն էլ կեփվի։ Սիրելիներս, վերցրել եմ այսպիսի աման, ինձ համար հարմար է այս ամանի մեջ հավաքել մեր աղցանը, արդեն պատրաստ է, ձուկն էլ եմ անրացրած, մայոնեզն եմ բերել, աղ, սև պղպեղ, բոլոր բաղադրիչները քերված են, սոխն էլ մանր կտրատած, առաջի շերտում լցնում եմ կարտոֆիլը և գդալով հավասարաչափ մի լավ սեղմում եմ, որ սեղմում ես ամուր է լինում և վերցնելուց շատ գեղեցիկ շերտերը երևում են։ Կարտոֆիլի շերտի վրա ավելացնում եմ մոյոնեզ, ինձ մոտ լորի ձվով պատրաստված մոյոնեզ է։ Կար մի փոքր այս ամանի մեջ մոյոնեզ, կավելացնեմ, նոր մեծը կբացեմ, բավականին էլ կա։ Գդալով տարածում եմ մոյոնեզը, որ հավասարաչափ տարածվի։ Նորից թեթև սեղմելով։ Ավելացնում եմ մանր կտրտած սոխը։ Սոխն էլ եմ տարածում, թեթևակի սեղմելով, նորից մայոնեզ եմ ավելացնում սոխի վրա։ Մայոնեզը տարածում եմ թեթևակի սեղմելով, սիրելիներս։ Հիմա սոխի և մոյոնեզի վրա ավելացնում եմ մանր կտրտած սիլոտկան, ինձ մոտ կապչոնի սելտ ձկան սիլոտկա է, մի քիչ էլ կթողնեմ, հետո կլցնեմ, նորից սեղմում եմ թեթևակի։ Լցնում եմ մայոնեզը, նույն մայոնեզն է, սիրելիներս։ Այսքանը բավական է։ Հիմա թեթևակի սեղմելով կտարածեմ։ Մի փոքր ավելացնում եմ սև պղպեղ, ավելացնում եմ նաև գազարը, ափսեները մի կողմ դնեմ, գդալներ, սև պղպեղի բերանը աղացած փակեմ և տարածեմ գդալով, սեղմելով գազարը։
Շատ գեղեցիկ ստացվում է, սիրելիներս։ Եթե ձկան սիրահարեք, պատրաստեք, հնարավոր չէ, որ չհավանեք։ Գազարի վրա կցանեմ մի փոքր աղ և կավելացնեմ կարմիր բազուկը։ Նույնպես կտարածեմ սեղմելով, կգեղեցկացնեմ մի խոսքով։ Վերջի շերտն է, ուզում եմ, որ լավ սեղմեմ, շերտերը լավ ստացվեն։ Կավելացնեմ բազուկի վրա մի բարակ շերտով նորից մայոնեզ։ Եթե շատ եք սիրում մայոնեզ, կարող եք շատ ավելացնել, բայց չափից շատն էլ համեղ չի լինում։ Ամեն ինչը ոնց որ ասած չափի մեջ է, գեղեցիկ և համեղ։ Ավելացնում եմ մնացած ձկան մանրացրած կտորները։ Մի հատ փուշկար տեսեք, հանեմ։ Նորից նույն ձևի հարթեցնում եմ, սեղմելով գդալի ծայրով։ Վերջին շերտն եմ ավելացնում մայոնեզը, սիրելիներս, կտարածեմ։ Ահա, այսպես, որ բոլոր կողմերը մայոնեզով պատվեն։ Տեսնում եք, ինչքան գեղեցիկ ստացվեց։ Հասարակ բաղադրիչներով շատ համեղ աղցան է ստացվում։ Կոկիկացնեմ սիրուն, հարթեցնեմ, նոր արդեն եկավ պահը, որ ձուն արդեն ցանեմ երեսը։ Սիրելիներս, դուք կարող եք առանձին քիրել, դեղնուցը առանձին, սպիտակուցը առանձին, բայց ես միասին քերեցի, այսպես ավելի գեղեցիկ է։ Համեղ աղցանն էլ ռուսական պատրաստեցի, վերջացրեցի։ Դնեմ սառնարանը, որպեսզի բոլոր բաղադրիչները համեմվեն իրար և մեր աղցանը ստացվի ավելի համեղ։ Կարտոֆիլի պուրեն էլ է պատրաստ, լավ տրորել եմ, աղ եմ ավելացրել, մի մեծ կտոր էլ կարագ, շատ փափուկ գեղեցիկ ստացվեց։ Աղցանն էլ պատրաստեցի, պուրեն էլ պատրաստեցի երեկոյան ճաշի համար։ Սիրելիներս, այս գեղեցիկ հրաշք տեսարանը մեր ավտոտնակի մոտ է։ Այս հրաշք տեսարանով էլ այսօր ուզում եմ ավարտել իմ հոլովակը։ Շնորհակալ եմ, որ դիտեցիք մինչև վերջ, շնորհակալ եմ, որ ինձ սիրում եք և այդքան դրական եք։ Ցտեսություն, մինչ նոր հոլովակ, ձեզ հետ է ձեր շատ սիրելի տիկին Մարինեն։ Եղեք օրհնված և առողջ, իմ լավ հարազատ դարձած բաժանորդներ ջան, համբուրում եմ բոլորիդ։